Բարև ձեզ, ես Արամն եմ, գտնվում ենք Ազատազենի քաղաքացիական հրաձգարանում։ Այսօրվա թվանքի եթերում ցուցադրելու ենք Rossi Expedition զենքը 6.5 դրամաչափի։ Զենքը բրազիլական է, արտադրված է բրազիլական Rossi ընկերության կողմից, որը հայտնի Taurus ընկերության մասնաճյուղերից մեկն է, եւ Taurus-ի զենքերը բավականին մեծ տարածում ունեն աշխարհում, որակապես բավականին լավ զենքեր են։ Rossi այս Expedition շարքը եւ մի քանի այլ մոդելներ համեմատաբար նոր են, շուկայում նոր են հայտնվել, բայց բավականին արագ տարածում են գտել, քանի որ բավականին հարմար գնային սեգմենտում են գտնվում եւ այն մարդիկ, ովքեր նոր են հեռահար հրաձգության ոլորտում, նախընտրում են ձեռք բերել այս զենքերից, այնուհետև որոշակի փորձ ձեռք բերելուց հետո անցնում են արդեն ավելի բարձր գնային կատեգորիայի զենքերի։ Զենքը ինքն իրենով բավականին հարմար է, որսի եւ արտասահմանում տարածված է mountain rifle հասկացողությունը, այսինքն զենք, որով կարելի է սար բարձրանալ, ինչ որ լեռնային տեղանքներում տեղաշարժվել եւ այլն, պայմանավորված է զենքի թեթևությամբ եւ կոմպակտ չափերով։ Այս զենքը, եթե դիտարկենք տեխնիկական պարամետրերը, ունի 508 մմ-անոց կամ 20 դյույմանոց փող, ունի կոմպոզիտային թեթև շասի, շասիի հետևի մասում ունենք ռետինե հետ հարվածի մեղմիչ, ունենք DLC ծածկույթով պատված փակաղակ եւ մնացած բոլոր մետաղական մասերն էլ այդ ծածկույթով են պատված։ Սա եւս զենքը դարձնում է լեռնային պայմաններում օգտագործելու համար հարմար, որովհետեւ այնտեղ խոնավությունը մի քիչ բարձր է եւ այս ծածկույթը զենքը պաշտպանում է կոռոզիայից։ Հայտնի Remington-ի կարճ short action են ասում անգլերեն, կարճ փակաղակի տեղաշարժով ստանդարտ մոդել է, ունի 3 մարտական ելուստ, այսինքն փակաղակը լիցքավորելու ժամանակ բարձրանում է փակաղակի լծակը ընդամենը 60 աստիճան, ինչը լիցքավորման, կրակելու եւ վերալիցքավորման process-ը մի քիչ ավելի արագ է դարձնում։ Ակոսի քայլը 1/8 է, այսինքն 8 դյույմ երկարության վրա գնդակը կատարում է 1 պտույտ եւ սա կարելի է ասել 6.5 կրիդմուր դրամաչափի զենքերի համար միջին թվիստ է համարվում, այն շատ օպտիմալ է 120-ից մինչև 140-145 գրեյն գնդակներ կրակելու համար, ավելի ծանր գնդակների համար համապատասխանաբար ավելի ճիշտ կլինի ընտրել 1/7 թվիստ, բայց կարծում եմ 6.5-ի պարամետրերը հաշվի առնելով այդ փամփուշտի բալիստիկան 120-ից 140 գրեյն գնդակներով եւս հնարավոր է, ասենք 6.5-ի մաքսիմալը ստանալ, հատկապես եթե կան լավ փամփուշտներ։ Զենքի առանձնահատկություններից եւս մեկը այն է, որ փողը փակաղակային խմբին միանում է բարուրակավոր միացման տարբերակով եւ ճիշտ է այս պահին Հայաստանում զենքի փող փոխելը դեռ օրինական չի, բայց եթե մի օր լինի դրա հնարավորությունը եւ այս զենքի փողը մաշվի, շարքից դուրս գա, բավականին հեշտ կլինի փողը փոխել։ Եվս մի առանձնահատկություն, զենքի պահեստատուփը AX ստանդարտին համապատասխան պահեստատուփ է, այսինքն ստանդարտը մշակվել է հատուկ նրա համար, որ տարբեր զենքերի, տարբեր գործարանների արտադրած զենքերի պահեստատուփերը իրար հետ համատեղելի լինեն, այսինքն եւս մի առավելություն, որ այս զենքի մասերը ու համալրման համար անհրաժեշտ այլ բաներ շատ հեշտ կլինի գտնել եւ ձեռք բերել։ Այս պահին զենքի վրա տեղադրված է Vector Optics Veyron 4-ից 16 խոշորացումով եւ 44 ելքով օպտիկական նշանոց, ինչը իմ կարծիքով մի քիչ է զենքի համար, որովհետեւ 6.5 գրիդմուր դրամաչափով հնարավոր է կրակոցներ անել մի կիլոմետրից ավել հեռավորության վրա գտնվող բավականին փոքր թիրախների վրա եւ նման թիրախներ դիտարկելու համար այս նշանոցը արդեն մի քիչ խոշորացումը չի հերիքի։ Կարելի է զենքի վրա տեղադրել
5-ից 25 կամ նույնիսկ 6-ից 35 խոշորացումով օպտիկական նշանոցներ, այսպես ասած զենքի ամբողջ պոտենցիալը բացահայտելու համար։ Եվ մի բան էլ նշեմ, որ զենքի փողի սկզբնամասում ունենք փակ եւ բաց փողաբերանի արգելակներ դնելու հնարավորություն, ինչը եւս մի փոքր առավելություն է տալիս այս զենքին։ Ու թերևս այսքանը։ Հիմա գնանք ճշտադրման տեղամաս, կփորձենք խումբ հավաքել, չգիտեմ այս զենքը ճշտադրված է թե ոչ, եթե ճշտադրած չեղավ կճշտադրենք եւ այնուհետեւ կիջնենք հիմնական հրաձգության տեղամաս, մի քիչ կկրակենք, կհասկանանք ինչ հնարավորություններ ունի այս զենքը։ Գնացինք։ Եկել ենք ճշտադրման տեղամաս, ունենք Seller Bello-ի չեխական 140 գրեյնանոց FMJ փամփուշտներ, ստեղ խումբ կկրակենք մի հատ, հետո արդեն կիջնենք հիմնական հրաձգության տեղամաս ու մի քանի տարբեր հեռավորությունների վրա կփորձենք զենքը։ Կրակելու ենք 5 փամփուշտ, ձախ կողմում հատուկ թիրախ ունենք խումբ կրակելու համար, այդ թիրախի վրա։ Բարձիկները, որ հիմա ստեղ օգտագործում ենք, հայկական արտադրության են, ARM PCG ընկերության արտադրածն է ու բավականին լավն են, կարող եք գտնել թվանք ռազմախանութում եւ նպաստել հայկական արտադրանքների զարգացմանը։ Կրակում եմ։ Գնանք տեսնենք ինչ խմբեր ենք ստացել։ Երկու խումբ եմ կրակել, առաջինը մի քիչ դիրքս լավ չէր, չէի ստաբիլիզացնում զենքը մի քիչ շատ է ցրվել, երկրորդը ոնց որ մի մոայից մի քիչ հավաքվել է։ Այս զենքով եթե ձեռք բերեք աշխատեք, ինձ թվում է իմ կրակածից ավելի լավ խմբեր կկրակեք։ Հիմա մոտենանք, հեսա կանոնով կչափենք, կհասկանանք ինչ քանի մոայի սահմաններում է հավաքվել։ Ու մի քիչ էլ փամփուշտի ընտրության հարցն է, 6.5 դրամաչափի ավելի լավ որակի փամփուշտ է հնարավոր ճարել, մի քիչ այս զենքին ավելի համապատասխան ու էդ էլ հաստատ զենքի ճշգրտության վրա կազդի։ Գտաս կանոն, որ խնդրեմ։ Ուրեմն այս տակինը առաջի կրակածն է։ Ստեղ 1.5 մոա ունենք, ուղիղ, մի քիչ ավել։ Ու եթե այս վերևինը նայենք, ստեղ արդեն լրիվ մեկի մեջ տեղավորվում է, մի քիչ որ այս տակի մի հատը ավելի վերև լիներ, կլիներ 0.75, ինչը երևի վատ արդյունք չի էլի այս զենքի համար։ Հիմա գնանք հավաքվենք, իջնենք ընդհանուր հրաձգության տեղամաս ու փորձենք արդեն մի քանի հատ տարբեր հեռավորությունների վրա կրակել։ Տեսնենք ինչ խոցումներ կունենանք։ Եկել ենք ընդհանուր հրաձգության տեղամաս։ Կփորձենք 300 մետր, 400 եւ 500 մետր։
Սկսենք 300 մետրից։ Ուրեմն առաջինը կկրակեմ 3 թվից աջ նարնջագույն թիրախի վրա։ Ունենք խոցում 300-ի վրա, հիմա փորձենք 400 մետր։ Չորսավոր մետրը կրակենք ճանապարհից աջ փոքր կապույտ թիրախին։ Այս էլ ունեցանք ու մի հատ էլ կրակենք 500 մետրի վրա ձախից երրորդ նարնջագույն թիրախը երևի։ Կար Անդրեան։ Այո։ Սպասի մի հատ էլ էլի։ Հինգ հարյուրի վերջի կարմիրը։ Մի հատ էլ 600 ու վсё։ Давай։ Եվ վերջին կրակոցը կանենք 600 մետր հեռավորության վրա ամենաաջ կողմի փոքր թիրախին 30 սանտիմետրանոց կապույտ գույնի։ Նայում ես։ Այո։ Կոնգ։ Մի հատ էլ արդյունքը կրկնենք։ Կոնգ։ Այսքանը ավարտեցինք հրաձգությունը։ Ինչպես տեսակ խոցումներ ունեցանք 300, 400, 500 եւ 600 մետրերի վրա, բավականին փոքր թիրախների ենք կրակել, որովհետեւ 6.5 գրիդմուր դրամաչափը ինքը բավականին ճշգրիտ է, թույլ է տալիս բավականին մանր թիրախների վրա աշխատել մեծ հեռավորությունից, քամուց չվախեցող դրամաչափ է, այսպես ասած։ Իսկ զենքի մասին կասեմ, որ այն մարդկանց համար, ովքեր որ նոր են սկսում, նոր են բացահայտում այս հեռահար հրաձգության ոլորտը, ինչպես նաև այն մարդիկ, ովքեր շատ են որսի գնում ու սիրում են մեծ հեռավորության վրա համեմատաբար որս անել, շատ հարմար եւ նաև գնային առումով շատ հարմար զենք է, կարող եք ձեռք բերել եւ աշխատել այս զենքով։ Հետևեք մեր YouTube-յան, Facebook-յան եւ Instagram-յան էջերին, ինչպես նաև կարող եք միանալ Patreon-ին, աջակցեք կառույցի զարգացմանը, ինչով նաև կաջակցեք Հայաստանում զենքի մշակույթի զարգացմանը, ինչը ներկայումս շատ կարևոր է մեր ազգի համար։ Այսքանը, զինվեք, մարզվեք, դարձեք ազատազան։